Բոլորին, ես Անի Յարալյանն եմ, ավագ տնօրեն Ֆաբերդիկում։ Իմ աղջիկը 1 տարեկան 5 ամսեկան է։ Ընտրել եմ «Ինչպես սովորեցնել 1-ից 3 տարեկան երեխաներին գթալով ուտել» թեման։ Շատ մայրիկներ մտածում են, ոնց սովորեցնել երեխային ուտել ինքնուրույն։ Սկզբում դա թվում է բարդ ու ժամանակատար գործընթաց, բայց իրականում ամեն ինչ ավելի հեշտ է, եթե մոտենանք սիրով ու համբերությամբ։ Երեխան սովորում է մեզ նայելով, դրա համար առաջին քայլը, օրինակ, ցույց տալն է, երբ մենք գթալով կամ պատառաքաղով ենք ուտում, երեխան էլ է ուզում նույնը փորձել, նա ուզում է լինել մեծի պես, ու հենց այդ ցանկությունն է օգնում սովորելու մեջ։ Երկրորդ քայլը՝ օգնել նրան սկսելու, կարող եք սկզբում ինքներդ գթալով կամ պատառաքաղով տալ ուտելու։ Օրինակ, ես իմ աղջկան հաճախ եմ պատառաքաղով ձմերուկ տալիս, որ նա զգա, ինչ հաճելի է, երբ ինքնուրույն կարողանում է ուտել։ Հաջորդ կարևոր պահը՝ դա թույլ տալ երեխային ինքնուրույն փորձել։ Այո, առաջին անգամներում ուտելիքը թափվելու է, գթալը կամ պատառաքաղը կարող է չհասնել ճիշտ տեղ, բայց դա սովորելու բնական մասն է։ Մի վախեցեք այս քաոսից, դա հենց այն ճանապարհն է, որը տանում է դեպի արդյունք։ Երբ երեխան փորձում է ինքնուրույն ուտել, մեր արձագանքը շատ մեծ նշանակություն ունի։ Ամեն փոքր հաջողության համար պետք է գովել ու ոգեշնչել։ Հենց այդ պահին ծափը, ժպիտը, գրկախառնությունը նրան ցույց են տալիս՝ ես ճիշտ եմ անում, ես կարողանում եմ, և դա նրան ավելի է մոտիվացնում շարունակել։ Եվ հիշեք, ոմանք շատ արագ են սովորում գթալը կամ պատառաքաղը պահել, մյուսներին ավելի շատ ժամանակ է պետք։ Մի համեմատեք ձեր փոքրիկին ուրիշների հետ, մի օր դուք պարզապես կնկատեք, որ արդեն ինքնուրույն նստած ուտում է։ Հուսամ իմ խորհուրդները ձեզ օգտակար կլինի, սիրելի մայրիկներ։